Անցած այս արդեն քառորյան հիշարժան էր այդ 1000 դրամների հավաքագրման մասին օրենքի նախագծի քննարկմամբ եւ ապա նաեւ առաջին ընթերցմամբ ընդունմամբ եւ դուք գիտեք, որ ես ինքս դեմ քվեարկեցի այդ օրինագծին, չնայած նրան, որ շատերն էին դեմ արտահայտվում, բայց գրեթե այդ բոլոր դեմ արտահայտվողները նաեւ կողմ քվեարկեցին։ Ես կարծում եմ, սա չէր կարելի թույլ տալ, որովհետև մենք անցանք ապրիլյան պատերազմով եւ ընդամենը մի քանի ամիս է անցել, բանակում տիրող խայտառակության վերաբերյալ չկա որևիցե անցկացված քննություն եւ որևիցե մեղավոր այս պահին նստած չէ մեղադրյալի աթոռին եւ մենք չենք կարողացել անցկացնենք նաեւ արդար բաց դատավարություն։ Մինչդեռ այս պահի դրությամբ մենք ունենք արդեն իսկ հրապարակված զեկույց, թե քառորյա պատերազմի օրերի մեր զոհերի վերաբերյալ, թե ընդհանուր առմամբ ապրիլ ամսին տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վերաբերյալ, որը տեղի է ունեցել շփման գծում։ Ունենք բազմաթիվ զոհեր, որոնց վերաբերյալ այս զեկույցում, իսկ զեկույցը հրապարակվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, որտեղ հստակ նշվում է, որ 21 զոհը ոչ թե եղել է շփման գծում տեղի ունեցող կրակաերթերի կամ զինտեխնիկայի կիրառման հետևանքով, այլ մատնանշվել են, որ այդ զոհերը եղել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով եւ հիմա պատկերացնենք մի պահ ապագա, այսպես ասենք, որովհետեւ այդ օրենքի նախագիծը վերաբերվում է այդ 1000 դրամների օրենքի նախագիծը վերաբերվում է ապագա իրադարձություններին, ապագա պատերազմական գործողություններին, մի պահ պատկերացնենք, որ լինելու է նման կրկին ցավով եմ նշում, Աստված չանի, որ լինի, պատերազմական գործողություն կամ մի քանի օրվա պատերազմ եւ զոհերից ոչ բոլորը զոհվեն, օրինակ, եւ այդպես գրված լինի համենայն դեպս պաշտոնական փաստաթղթերում, որ նրանք զոհվել են թշնամու կողմից կիրառված ուժի հետևանքով, այլ զոհվել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։ Եվ հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ թշնամու գնդակից չեն զոհվել կամ թշնամու հարձակումից չեն զոհվել, փաստորեն նրանք չեն կարողանալու օգտվել սոցիալական այդ ապահովագրություններից։ Եվ հիմա հասկանալի է, որ այս օրենքը իհարկե, հատկապես մենք գիտենք, թե ինչպիսին է մեր իրավական համակարգը, ինչպես են գործում իրավապահ մարմինները եւ դատարանները, շատ հաճախ նաեւ գործերի վերաբերյալ երբ չկա վստահություն, մենք կարող ենք ունենալ այնպիսի եզրակացություններ, ինչպիսիք են օրինակ ինքնասպանություն եւ նույն այդ ինքնասպանությունը չի կարող ինքնասպանության հետևանքով զոհը չի կարող օգտվել, զոհի հարազատը չի կարող օգտվել այս նախագծով նախատեսված դրույթներից։ Հետևաբար այն օրենքը, որը ներկայացվեց ազգային ժողովին, իհարկե չի հետապնդում արդար նպատակ, օրենքը վերաբերվելու է ապագա դեպքերին, իսկ այդ ապագա դեպքերի նույն պաշտոնական եզրակացությունները մենք չենք հավատում, որ կլինեն արդարացի ներկայացված, ինչը ցույց է տալիս նաև այս զեկույցը, որովհետև զեկույցի մեջ մատնանշվում են տարբեր դեպքեր, եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ առաջի օրերին, երբ ծնողներին հայտնել են իրենց զավակների մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական պատշաճ տեղեկատվություն նրանց չի տրամադրվել, նրանց չի տրամադրվել պաշտոնական պատշաճ տեղեկատվություն համապատասխան մարմնի կողմից, եւ բազմաթիվ հարցեր կան, որոնց պետք է տրվեին պատասխաններ չեն տրվել։ Մինչ այս պահը մենք չունենք հարուցված քրեական գործ, ովքեր են մեղավոր, երբ պատերազմական գործողությունները սկսվելու պահին մեր զինվորները չեն կարողացել
իրականացնել պաշտպանություն, չեն ունեցել համապատասխան զինտեխնիկա, չեն ունեցել համապատասխան հանդերձանք, զրահաբաճկոններ, չեն ունեցել համապատասխան վառելիք, վառելիքի տեղը եղել է ջուր, չեն ունեցել տանկերը օգտագործելու համար համապատասխան այդ լիցքավորված ակումուլյատորները չեն աշխատել, շտապօգնության մեքենաները չեն աշխատել, կան զոհեր, ովքեր որ չեն ստացել համապատասխան ժամանակին չեն կարողացել ստանալ համապատասխան բուժօգնություն եւ դա է եղել պատճառը, որ մահացել են։ Այս բոլոր հարցերին չկա պատասխան, դեռ ավելին կա նաև հայտարարություն, որ իմացել են, որ տեղի է ունենալու պատերազմական նման հարձակում, բայց այդ պատերազմական հարձակմանը համապատասխան ընթացք չեն տվել եւ մեր զինվորները փաստորեն հնարավորություն չեն ունեցել իրականացնել պաշտպանություն։ Այսինքն, եթե մեր զինված ուժերում տեղի են ունեցել այսպիսի հանցագործություններ եւ էլ չեմ ասում, որ մեր ամբողջ վերնախավը կապ ունի այս հանցագործությունների հետ, եթե չի հարուցվում քրական գործ, համապատասխան մեղավոր անձինք չեն կանչվում պատասխանատվության, ապա լրացուցիչ մի հիմնադրամ ստեղծել պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ եւ այդ հիմնադրամին վստահել գումարներ, ուղղակի ոչ միայն միամտություն կլինի, այլ կլինի, որ մենք մասնակիցն ենք հանցագործության։ Այսինքն, այն ինչ որ մենք ունենք մեր պետական բյուջեում, որը պետք է ուղղված լիներ մեր պաշտպանությանը, փաստորեն այդ գումարները մսխվել են եւ այսքան զոհեր մենք չէինք ունենա, նույնիսկ կարող էինք կանխել պատերազմը, նույնիսկ կարող էինք նաեւ հետագայում ազատագրեինք նաեւ այն կորցրած տարածքները, մինչդեռ նույնիսկ հրաման չի եղել, հրաման է եղել դադարեցնել ազատագրումը մեր օկուպացված տարածքների։ Հետևաբար ուղղակի այն ինչ որ տեղի ունեցավ այս օրերի ընթացքում ազգային ժողովում ցույց է տալիս, որ մենք չենք պատրաստվում պաշտպանել մեր հայրենիքը եւ հասկանում ենք, որ այս իշխանությունները ստանձնել են պարտականություն ոչ թե պաշտպանելու մեր հայրենի սուրբ հողերը, այլ ընդհակառակը ստանձնել են պարտականություն մեր հայրենի սուրբ հողերը չպաշտպանելու եւ թույլ տալու, որպեսզի թշնամին գա եւ փաստացի օկուպացնի մեր հայրենիքը։